Այսօր Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովը կոմբինատի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց Գեղանուշի դպրոց։ Կրթօջախը առանձնակի սիրով ու ջերմությամբ ընդունեց սպասված հյուրերին։ Դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանը Դմիտրի Ուշկովին ներկայացրեց մինչ այս կրթօջախում կատարված աշխատանքներն ու ներկայումս առկա խնդիրները։ Եղանակային այս պայմաններում հնարավոր չէ ջերմուցել զալը, քանի որ դպրոցը ջերուցվում է փայտե վառարանների միջոցով, տեղային լոկալ համակարգ չունենք, ուստի ձմեռային շրջանում փոքրինչ մենք թերանում ենք մենք լրիվ աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար։ Վերանորոգումից հետո մենք չենք զինվել սպորտային գույքով, ինչ ունեինք ներքնակներն են, դրանք նախկին տարիների պահած գույքն է, երբ կոմբինատի տնօրենը դիմեց մեզ, ինչ-որ հիմնախնդիր իրականացնելու համար, մենք առաջնահերթ խնդիրներից մեկը համարեցինք սպորտ գույքի ձեռքբերումը, որովհետև դա նաև նպաստում է առողջ ապրելակերպին, երեխաների առողջության ամրապնդմանը եւ ինչու՞ չէ մեր գյուղական դպրոցի երեխաները կոնկրետ ֆիզիկական ուղղվածություն ունեն, հիմնականում ֆիզիկական միջոցառումներին են կարողանում մասնակից լինել այլ դպրոցների հետ։ Կապանի կոմբինատ Գեղանուշի դպրոց բարեկամությունը տարիների փորձ ունի եւ այսօր էլ Դմիտրի Ուշկովն իր կատարած բարեգործական քայլերով առավել քան ամրապնդում է այն։ Նրա շնորհիվ է, որ լուծվել է դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների համար առաջնահերթ ու շատ կարեւոր մի խնդիր՝ գյուղն ապահովվել է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսով։ Առաջին հերթին միշտ մտածել ենք դպրոցի համար, նաև համայնքի համար եւ այս տարի պարոն Ուշկովի հետ հանդիպումից հետո մենք միասին բարձրացանք դպրոց տնօրենից իմանալու դպրոցի խնդիրները, առաջնահերթ որ հիմա ամբողջ աշխարհը առողջ ապրելակերպի վրա է հիմնված, դպրոցի տնօրենը եւ աշակերտները առաջարկեցին հենց առաջին հերթին այս ծրագիրը, որ սպորտզալը ինչ որ հնարավոր է որպեսզի օգնեն եւ արդյունքը ստացանք շատ կարճ ժամկետում։ Երկրորդ հարցը տնօրենի կողմից նա էր, որ խնդիր էր թե համայնքի համար եւ թե դպրոցի աշակերտների ուսուցիչների համար ավտոբուսի հարցը։ Գյուղապետարանը մինչ այդ ամսական 30,000 դրամով օգնում էր դպրոցի այդ ուղևորձը վճարելու եւ նորից պարոն Ուշկովը ամբողջովին այդ աջակցությունը ցուցաբերեց։ Հիմա Գեղանուշ համայնքում օրական 2 անգամ առավոտ եւ կեսօրին ավտոբուսը անվճար Կապանից Գեղանուշ ավտոբուսից օգտվում են եւ աշակերտները, եւ դասատուները, եւ համայնքի բնակիչները։ Սա մեծ ներդրում էր գեղանուշցիների եւ դպրոցի համար, որի համար շնորհակալություն ենք հայտնում պարոն Ուշկովին առաջին հանդիպման ժամանակ մեր բոլորի հարցերի պատասխանը տալու համար։ Ավելացնեմ նաեւ, որ այժմ Գեղանուշ գյուղում պարոն Ուշկովը ներդրում է կատարում ջրատարի վրա վթարային 2 հատված կար, որը շատ համար առաջին անհրաժեշտությունն էր, մի մասը վերանորոգված է, երկրորդ մասը որոշակի աշխատանքներ կատարվել են, սակայն եղանակի պատճառով ընդհատել եք մինչև եղանակները մի քիչ լավանան, վտանգը այնտեղ շատ է, մեխանիկները չեն կարող աշխատել, դրա համար էլ բոլոր բնակիչների կողմից շնորհակալություն, որ առաջին հանդիպման ժամանակ նորից բնակիչների խնդրանքը կատարեցիք։ Հայաստանում հանքի ձեռքբերման օրվանից անցկացված բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի եւ կարիքների վերլուծության հիման վրա Պոլիմետալը սահմանել է համայնքի սոցիալական աջակցության ցուցաբերման առաջնահերթությունները։ Ուղղություններից մեկը Կապանի կոմբինատի դեպքում Գեղանուշի գյուղական համայնքն է։ Дальнейшие планы только развития данного сотрудничества, потому что на сегодняшнем этапе вы увидели, да, что это первые наши шаги, которые были сделаны по просьбе, по обращению общины, школы. То есть в дальнейшем мы сейчас готовим программу социально-экономического развития на следующий год, то есть где будем определять уже тоже какие-то конкретные мероприятия, ну и возможно что-то будет появляться, то есть мы постараемся оперативно реагировать, оказывать возможную помощь. Դմիտրի Ուշկովը մարզագույքի հերթական խմբաքանակը հանձնեց դպրոցին, որից հետո մասնակցեցին դպրոցում ռուսական 10-օրյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը։ Хочет научить вас
сами. Она села одна, и дыши казанка во все неужали. Дружба народу не просто слова. Дружба народу навеки жива. Дружба народу счастливые дети. Голос на ниве, сила на свете. Мы хотим, чтобы на нашей планете никогда не печалились дети, чтобы не плакал никто, не болел, только похож на щебячий звенел, чтобы навек все сердцами сроднились, доброте, чтобы все научились, чтоб забыла планета Земля, что такое вражда и война. Դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանը շնորհակալագիր հանձնեց կոմբինատի տնօրենին աջակցության եւ առաջիկա համագործակցության համար։ Իխոյոց սրտի իմ երախտագիտությունն եմ հայտնում նրան, դպրոցի կողքին լինելու, դպրոցում ծագած հիմնախնդիրներին լուծում տալու եւ ինչու՞ չէ ռուսերենի 10-օրյակի միջոցառումների շարքին այսօր իր այցելությամբ ներկայանալու համար։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նրան եւ թույլ տվեք Եղանուշի միջնակարգ դպրոցի կողմից նրան արժանացնել պատվոգրին։ Շնորհակալություն ձեզ։ Очень большой честью принять от вас благодарность. Мы со своей стороны продолжим, обещаем вам продолжим. Будем активно участвовать в жизни не только школы и общины Гануш, но тот небольшой вклад, который мы успели сделать, тот небольшой подарок, который успели действительно позволит воспитать наше подрастающее поколение энергичными, спортивными, такими же веселыми и просто восхитительными детьми. Спасибо вам большое за прием. Спасибо, Олег. Ներկայումս ընկերությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ մշակում է 2017 թվականի ընթացքում սոցիալ-տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որով կսահմանվեն սոցիալական ներդրումների ուղղությունները, համայնքի համար առավել հրատապ այն ծրագրերն ու միջոցառումները, որոնք կիրականացվեն ընկերության աջակցությամբ։ Կապանի եւ տարածաշրջանի բուհերում եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների մասնակցությամբ երեքշաբթի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնում կազմակերպվեց եւ անցկացվեց բանավեճ կրթության եւ դրա հետևանքների մասին։ Միջոցառումը երկու նպատակ էր հետապնդում՝ բանավեճ հասկացությունը որպես այդպիսին ուսանողներին ներկայացնելը եւ առհասարակ քննարկվող թեման կրթությունը սովորելը կարեւոր է ուսանողների համար։ Մենք ունենք շատ իրազեկված եւ խելացի երիտասարդություն, որոնք պատրաստ են Կապանում զարգացնել բանավեճի մշակույթը։ Երիտասարդների մոտ զարգանում են վերլուծական հմտություն, ինչպես նաեւ ռետորիկա, խոսել ամբիոնից, խոսել առհասարակ շատ մարդկանց ներկայությամբ։ Եվ երիտասարդները շատ մեծ ողջավորությամբ սկսեցին պատրաստվել, երկու թիմերն շատ լավ պատրաստվել են։ Եվ արդեն այստեղ երկրորդ գործոն է խաղում նրանց համոզիչ խոսքը։ Հիմա արդեն մենք դատում ենք նրանց համոզիչ խոսքը։ Նրանք պետք է բանավեճի միջոցով դատավորներին համոզեն իրենց տեսակետը, անկախ իրենց տեսակետից, քանի որ իրենք թիմով են աշխատում եւ ամեն թիմ ունի իր տեսակետը կողմ եւ դեմ։ Իսկ թեմայի ընտրությունը հիմնականում վերաբերում է կրթությանը, քանի որ ուսանողներ են, ուզում ենք որ նրանք էլ ծանոթանան ինչ համակարգում են սովորում, շատերը տեղյակ չեն որ սովորում են Բոլոնիան համակարգում, արդեն ծանոթանում են, բացահայտում են եւ արդեն կարողանում են բանավեճել։ Ուսանողներից կազմվեցին թիմեր, դրվեցին հանձնարարականներ, ապա լսեցին նրանց ելույթները։ Ինչ կասեք այն մասին, որ օրինակ Կապանի պղնձամոլկուլերային գործանում կան տասնյակ աշխատողներ, որոնք ունեն բարձրագույն կրթություն, բայց ցածր պաշտոն։ Մասնավոր կազմակերպությունը հետևաբար բարձրապաշտոնյան մենք դիտարկում ենք որպես պետական սեկտորում աշխատանքների համար։ Բանավեճի թեման որքան արդիական, նույնքան հետաքրքիր էր ուսանողների համար։ Կենտրոնի համակարգող Հարութ Պողոսյանը նկատեց, որ ներկա են բավականին տեղեկացված եւ բանիմաց ուսանողներ։ Քանի որ ուսանողներ են ուզում ենք ավելի շատ բարձրացնել կրթության դերը ուսանողի համար, եթե առաջի կուրսեցին հասկանա ինչքան կարևոր է իր կրթությունը, բարձրագույն կրթությունը, նա կսկսի լավ սովորել։ Եվ արդեն բացի դրանից զարգացնելով իր մոտ վերլուծական հմտությունները, իր մտածելակերպը, իր տեսակետը պահպանել եւ համոզել դիմացինին, նա արդեն շատ հիանալի կադր կլինի, այսպես ասած, եւ կարող է ցանկացած կազմակերպությունում աշխատել անկախ իր մասնագիտությունից։ Բայց այս թիմերը արդեն կարևորում են իրենց մասնագիտությունները, մասնագիտության որտեղ կարող են աշխատել եւ ինչ սկզբունքների պետք է բավարարեն։
Սովորելուց հետո շրջանավարտի համար աշխատանք գտնելը դառնում է օրախնդիր։ Կան նաև այդպիսի ուսանողներ, որ ուղղակի սովորում են, ուղղակի ընդունվել են, հենց այսպիսի ծրագրերը դրանց են նպաստում, որ ուսանողը անկախ իր մասնագիտությունից, որտեղ որ ընդունվել է, կարևորելով իր մասնագիտության դերը կամ կարող է սովորել, կամ կարող է հնարավորություն է տրվում ուսանողին փոխել իր մասնագիտությունը, կարող է փոխել եւ արդեն իր այն մասնագիտությամբ սովորել, որը պահանջարկ ունի Հայաստանի Հանրապետությունում։ Դե չէ շատերը հիմա իրավաբանություն են սովորում եւ անկախ այդ անվճար տեղ չունեն, այսինքն մեր երկիրը չունի դրա պահանջարկը, բայց գնում ու սովորում են ու հետո բողոքում են, որ աշխատանք չունեն։ Իսկ տեղեկատվական տեխնոլոգիաներում տեսնում ենք, որ պահանջարկ կա, նաև արդիական մասնագիտություն է, ուսանողները շատ քիչ են դիմում։ Ինչևէ բանավեճը կայացավ, կազմակերպիչները համոզված են, այն կտա իր ցանկալի պտուղները, իսկ երիտասարդական կենտրոնի ծրագրերը շարունակական են։